Հաշվի առնելով Հայաստանի արդարադատության այս կիսամեռած վիճակը, անկեղծ ասեմ, չէի սպասում, եկել էի աջակցությունս հայտնելու իմ գաղափարակից ընկերոջը, Հայաքվեի առաջնորդին, Ավետիք Չալաբյանին, բայց անակնկալ էր, իրոք անակնկալ էր այսպիսի որոշումը, կարծում եմ դա եւ փաստաբանների արդյունավետ աշխատանքի շնորհիվ էր եւ Ավետիք Չալաբյանի բարեխիղճ պահվածքի, պարկեշտ պահվածքի շնորհիվ էր եւ միաժամանակ ընդհանրապես, քանի որ հակառակ կողմը, մեղադրական կողմը ոչ մի իրավական հիմք չուներ Չալաբյանին կալանքի տակ պահելու, դրա համար էլ դատարանը այլ բան չէր կարող անել, քան անհապաղ ազատ արձակել։ Գիտեք, նման գործողությունների բանտարկյալների մասով հաշվի առնելով, որ Հայաստանում հիմա համատարած քաղաքական հալածանքներ են ընթանում արմատական ընդդիմության նկատմամբ, այն առումով, որ իշխանությունները պատրաստվում են ավելի մեծ այսպես հակահայկական գործողությունների, մասնավորապես եւ սահմանադրության փոփոխությունը, ադրբեջանական սահմանադրությունը եւ նոր տարածքների հանձնումը եւ բազմաթիվ հակապետական, հակահայկական, բռնապետական գործողությունների են պատրաստվում գնալ, նրանց նպատակն է հնարավորինս թույլատրել իրական ընդդիմությանը, ազգային ընդդիմությանը, քանի որ Ավետիք Չալաբյանը եւ նրա նման անձինք հստակ, այսպես ասեմ, սկզբունքներ ունեն եւ հետեւաբար իրանց պետք է որ մեր ազգային ընդդիմությանը հնարավորինս թույլատրեն առաջիկա այդ մեծ այսպես զիջումների, մեծ հակազգային գործողություններին ընդառաջ։ Բայց մյուս կողմից, գիտեք, ճշմարտության առաջ ոչ ոք չի կարող ինչ-որ հաղթանակ տանել, հաշվի առնելով, որ իրենք կարողանում են, իրենք, գիտեք, բռնապետեր են, բայց իրենք ուժեղ չեն։ Հետևաբար, երբ որ բռնապետության դիմաց իրական արդարադատություն եւ իրական ուժ է կանգնում, արդեն իրենք պարտվում են։ Հետևաբար կարծում եմ, որ առաջիկայում մենք նոր հաջողություններ ենք ունենալու եւ արդարադատության դաշտում, եւ ազգային դաշտում, եւ ռազմի դաշտում։ Շնորհակալություն։